Երեկո, այսօր հերթական չորեքշաբթին է և այսօր մշակութային երկիր խորագրի ներքո հյուրընկալում ենք կոմիտասագետ կոմպոզիտոր Արտուր Շահնազարյանին։ Մասնավորապես կզրուցենք հետևյալ թեմաների շուրջ և դրան հարակից թեմաների շուրջ, ինչպես է մշակույթը ձևավորում ազգային ինքնություն, որոնք են մեր մշակութային ծածկագրերը, ինչպես են փոխվում սերնդեսերունդ դրանք, ինչպես կերտել ժամանակակից մշակութային դիմագիծ և այլ հարակից հարցեր։ Խնդրեմ պարոն Շահնազարյան, եկեք սկզբից պատասխանենք ընդհանրապես ինչ է մշակույթը, որովհետև տարբեր մարդիկ ասում են ամեն ինչն է մշակույթը։ Բայց մի քիչ բանալ ենք, տարանջատենք, որ հասնենք առաջին։ Խոսել մշակույթի մասին նույնն է խոսել այդ ժողովրդի մասին։ Մշակույթը այդ ժողովուրդն է։ Եվ որևէ ազգի կոնկրետ մեր, մասնավորապես մեր ազգը պատկերացնելու համար, մեր ազգի մշակույթը պատկերացնելու համար, մենք պետք է ճանաչենք մեր ժողովրդին, այսինքն ինքնաճանաչման հետ է դա կապված։ Հազարամյակներ շարունակ մեր լեռնաշխարհում շատ հազարամյակներինուց իր բնորանում, իր բնության մեջ ապրել է մեր ժողովուրդը, հայ ժողովուրդը, մոտավորապես 300,000 կամ ավելի քառակուսի կիլոմետրի վրա, որը 10 անգամ առնվազն շատ է այսօրվա Հայաստանից։ Այդ ժողովրդի մասին ինչ գիտենք, ինչ գիտեին։ Թվում է, թե այդ հարցը բաց չի, պարզ է, և շատերը կարող են պատմել, որ մենք հայ ժողովրդին ճանաչում ենք, մենք գիտենք մեզ։ Բայց տեսեք, մինչև միջնադար, ուշ միջնադար, հայ ժողովրդի մասին այդպես վկայություններ, պետության մասին, պատմության մեջ թագավորների մասին կա գրված, պետական իշխանների, ինտրիգների, պատերազմների, բայց այդ ժողովրդի մասին առանձնապես կամ բոլորովին տեղեկություն չկա մինչև նույնիսկ 1800-ական թվականները։ Չի շոշափվում մինչև 1800-ական թվականները, որ կա մշեցի, ալաշկերտցի, բասենցի, վանեցի, արցախցի, շիրակցի, լոռեցի, ակնցի, բութանյացի, սեբաստացի, էրզրումցի, այդպիսի բաներ դուք այնտեղ գրավոր, որ նկարագրեն այդ ժողովրդին, չեք հանդիպի։ Եվ 5-րդ դարից մենք գիրը ունեինք, տեսակետ կա, որ դրանից առաջ եղել է, հարցը դա չի, և կարող էր այդ գրով գրվել մեր ժողովրդի մասին, այդ ժողովրդի ստեղծած արժեքները կարող էր գրառվել, բայց դա չի արվել, մինչև ուշ միջնադար և հետո խորենացուց պատառիկներ են պահպանվել, կար գրաբար լեզուն, երբ որ գրեցին, որը այնքան բարձր մակարդակի էր, այդ լեզուն, որ ցույց էր տալիս, որ հազարամյակներ շարունակ այս լեզուն եղել է այդպես կատարյալ, ձևավորված, այդպիսի մի լեզու, որ շատերին տարօրինակ է թվում, որ 5-րդ դարում միանգամից գրվում է և այդպիսի բարձրակարգ լեզվով։ Պարզվում է, որ այդ լեզվով նաև բանավոր պատմել են մեր հին ազգերը, այդ գրաբար լեզվով երգել են արամյան երգիչները փանդիրներով մեր հին վեպերը, վիպասքերը և խորենացին բերում է պատառիկ, չէ, երկներ երկին, երկներ երկին, երկներ և ծովն ծիրանի, բոլորդ գիտեք, այսինքն սա ցույց է տալի, որ այս բանավոր, որ երգում էին, այսպիսի բարձրակարգ լեզու, այդպիսի բարձրակարգ մշակույթ։ Եվ ունեցել ենք այդպիսի կորուստներ, եթե խորենացին ուշադիր կարդաք, կտեսնեք, որ այնտեղ թվարկվում է բաներ, որ արամյան գուսանները պատմում էին, որ այսօր կկազմեր մի 20 հատոր։ Դրանք երգել են ջրհեղեղի պատմությունից, անկախ Աստվածաշնչից, չէ որ ջրհեղեղի պատմությունը պատմել են երկրագնդի տարբեր մասերում, շումերների մոտ, չէ, հայտնվեց, կա Ջորջ Ֆրեզերի գիրքը, ջրհեղեղի պատմություններ, Ավստրալիայից բռնած, բոլոր չգիտեմ, կղզիներից վերջացրած, այդ պատմությունը ամբողջ աշխարհի ժողովուրդները պատմել են և մեր գուսանները պատմել են ջրհեղեղից սկսած մինչև հայք և հայկի սերունդներից մինչև Արա Գեղեցիկ
եւ Արագեղեցիկ միջև Արամ թագավոր, այդ բոլորը պատմել են սերնդեսերունդ, ինչպես Աստվածաշունչը պատմում Աբրահամի ցեղը, չէ՞, գնաց բան, բայց ասում է Նոյը ունեցավ որդիներ, Հաբեթ, հետո մյուսների որդիները չի պատմում, թե մյուսների պատմությունն ինչ եղավ, գնում է Աբրահամի պատմությունը, եւ մեր եկեղեցին իհարկե բացառություն է կազմում աշխարհում բոլոր եկեղեցիներից, որովհետեւ միակն է, որ իր պատմության մեջ Հաբեթի ցեղից սկսած Նոյից միջև վերջի ժամանակները բերում է սերունդները, խորենացին։ Հաբեթը ծնեց նրան, նա ծնեց նրան, նա ծնեց Հայկին, Հայկը ծնեց այսպես, հետո եկավ Արամայիսին ծնեց, հա, ծնեց ուրեմն Արագեղեցիկին, ծնեց Արամանյակին, այդպես ամբողջ սերունդներ։ Եվ ասում է, սրանք պատմում էին ասքերով Գողթան։ Ասում է, երկիրը պատմում էին, որ նա ծնվեց, հետո մեծանում է, գնում հաղթում է վիշապներին եւ այդ Վահագնը, ասում է, պատմում էին Հերակլեսի արկածների չափ։ Այսինքն մենք ասենք հսկայական կորուստներ ենք ունեցել, որ չեն գրառել։ Իդեպ 10-րդ դարում եւ հետո իռլանդացիները իրանց այդ հին վիպասքերը գրառեցին։ Իսկ մերոնք միջև ուշ միջնադար եւ շնորհալու ժամանակ բողոքում էին, որ դեռ այդ գուսանները գալիս են եկեղեցու բակերում եւ այլուր եւ երգելով պատմում են մեր հին այդ ասքերը, պետք է արգելել, ուրեմն այդ երգը, այդ պարը եւ մեծարում էին մի Գրիգոր Խուլանունով երաժիշտ կար, հայտնի միջնադարյան, նա հատկապես մեծարված է նրանով, որ ականջները մոմ էր մցնում, որպեսզի ժողովրդական երգը չլսի եւ հոգին չպղտորվի, չաղավաղվի եւ նրան որպես օրինակ եկեղեցին բերում էր, որ ինչքան զարգացած մարդ է ինքը այդ Գրիգոր Խուլը։ Նրանից տարիներ հետո պետքա գար մի վարդապետ, որը բոբիկ ոտքերով պիտի շրջեր գյուղերը եւ հավաքեր գյուղացիներից այդ երգը, որը մոմած ականջներով չէին ուզում լսեին եւ նույնիսկ Կոմիտասի հավաքագրելուց հետո այդ երգը էլի մոմած ականջներ կային։ Գրիգոր Խուլի այսպես ոչ թե սերունդները, հետևորդները պիտի զարմանակ, որ մինչև 19-րդ դար պահպանվել էին եւ Կոմիտասի գրառած երգերին ասում են թրիքի հոտ է գալիս եւ հոդվածներ էին գրում նրա դեմ։ Ուրեմն անցնենք առաջ, որ այդպես հսկայական կորուստներ ենք ունեցել բանահյուսության մեջ, ինչպես եւ ճարտարապետության մեջ։ Մեր նախաքրիստոնեական ճարտարապետությունը թե հիմա այդ տաճարները քանդել են, որքան են քանդել, ոնց որ Գրիգոր Լուսավորչի ժամանակ, ասեն, գրվում է պատմության մեջ, գուցե չափազանցված է, որ գնացին քանդին, փշրին, Անահիտի, Վագնի տաճարը, Արամազդի տաճարը, այդ բոլորը ամենայն դեպս գրված է, որ քանդել են։ Ամենայն դեպս Հունաստանը քրիստոնեությունը ընդունելուց հետո ոչ տաճարները քանդեց, իրա, ոչ Հոմերոսի գրքերը վառեց, ոչ էլ Պլատոնի գրքերը վառեց, եւ ոչ էլ հին հունական գրականությունը ոչացրեց, ոչ էլ արգելեց, այլ ամիջապես մցրեց քրիստոնեություն, ասելով, որ նրանք ահա համընկնում է նրանցը քրիստոնեություն։ Եվ այնքան տարածված էր, որ երբ որ խորենացու պատվիրատուն հայոց պատմության մեջ իրան ասում է գրի, ես ուզում եմ այդ առասպելները Բագրատունին լսել, ինքը պատասխանում ասում է կգրեի, բայց չէ, մեր առասպելները հունական առասպելների նման իմաստ չունեն, անիմաստ են, դրա համար չարժի գրել, չի համապատասխանում են դա, որտեղ այնպես էին համոզել իրանց, որ նրանք համապատասխանում են մերը, չէ, մի խոսքով ունեցանք ճարտարապետության կորուստներ եւ մեզ ինչ է հայտնի նախաքրիստոնեական ճարտարապետությունից Մուսասիրի տաճարի պատկերը, որ ասորիները քանդակել են, թե ինչպես են թալանում Արարատյան թագավորության Ուրարտուի գլխավոր Խալդիի տաճարը եւ ահա այդպիսով այդ պատկերը պահպանվել է, ամբողջ տաճարի պատկերը, որի մակետը այսօր Էրմիտաժում դրված է։ Մեր մոտ չկա, կարծեմ։ Եվ սա Սյուներով տաճարի մեր թվարկությունից 700 տարի առաջ, կարծեմ ամենահին այդ ձևի ամենահին աշխարհում տաճարի պատկերն է համարվում, եթե չեմ սխալվում։ Ահա դա ունենք։ Եվ ունենք նախշերը, որ պեղումներից քթան զարդեր եւ այլն, ինչպես ասենք բրոնզե թիթեղի աշխարհի պատկերը, որ շատ կարեւոր բան էր, եւ խալիները, որ գործում էին հարցները, մեր այդ հին սիմվոլները, նախշերը, իհարկե 20-րդ դարում զարմացան մի բանի վրա, որ այդ աղջիկները, որ այդ խալիները գործում էին, երբ որ պեղումներ արեցին եւ հանեցին 5000, 6000 տարվա հնություններ եւ տեսան այդ նախշերը, զարմացան, երբ որ այդ հարցները, այդ նույն նախշերը գործում էին
գորգերի վրա առանց իմանալու այդ պեղումներից, այսինքն մի քանի հազար տարի անփոփոխ փոխանցվել է այդ ժառանգությունը եւ այդ ժողովուրդը, որ ապրում էր ահա այդ լեռներում, սարերում, այդ ժողովուրդը գրեթե չէր փոխվել, մնացել էր հին նահապետական գերդաստանով ապրող ժողովուրդը իր տարազով, իր պարով, իր ծեսով, իր երգով։ Եվ ահա այդ ժողովրդին կարելի է փոխաբերական ասել հայտնագործեց մի մարդ հայ ժողովրդին, այտենց պատկերավոր ասենք հայ ժողովրդին հայտնագործեցին։ Հայ ժողովրդին հայտնագործեց Գարեգին Սրվանտյանցը 1800-ական թվականներին։ Նրան ֆինանսավորեցին, ասեցին՝ լսի, գնա մի հատ շրջի այդ մեր տարածքներով, գյուղերով, լեռներով, բաներով, տարիներով, արի պատմի իմանանք։ Դե այն ժամանակ ոչ ինտերնետ կար, ոչ արբանյակ կար, ոչ մեքենա կար։ Այն ժամանակ մեր պատմության բաները գրած չի համապատասխանում, նույնիսկ դասագրքում ոչ ոք հարց չի տալի իրան, այդ որ գրել եք որտեղից պիտի իմանար Էջմիածնում նստած կաթողիկոսությունը, թե Սասունի լեռներում, այսինչ գյուղում ինչ են անում կամ ակնում։ Դրա համար գիտեք, չէ՞ ինչա պետք։ Դրա համար պետքա ձիով, սայլով գնալ մի քանի ամիս, որ հասնենք այնտեղ։ Ես մի անգամ մեքենայով գնացի Արևմտյան Հայաստան, մինչև Մալաթիա վերջը, ուղիղ ճանապարհով։ Մեքենա գնում է 80-ից 100 արագությամբ, ուղիղ ճանապարհով, ասֆալտով եւ հյուրանոցներով մնալով տևեց մի քանի օր։ Դուք պատկերացնում եք, աչ ու ձախներ չենք տեսել մեր Հայաստանի, այս փոքր Հայաստանի աչ ու ձախը ճանապարհից Եղեգնաձոր գնալու ծառերի հետևը ինչ կա այս աչ ու ձախ, որ տեսնում եք, ոտով որ քայլեք կզարմանաք։ Եվ ահա այդպես այդ Հայաստանը որտեղից իմանային այն ժամանակ այդ քանի 100,000 քառակուսի կիլոմետրով։ Անհնար էր։ Գարեգին Սրվանտյան շրջելուց հետո եկավ ասեց, դուք գիտեք, որ այդ գյուղերը, որ գիտեք, չկա։ Ձեր քարտեզները սխալ են։ Հարքը այդտեղ չի, որտեղ նշված է, հարքը ուրիշ կողմում է, այս բանը ուրիշ տողում է, այս տարածքը տեղ չի, դուք գնացել եք այդտեղ, ասում է։ Եվ ասես, դուք տեղյակ եք, այնտեղ ապրում է ժողովուրդ, այս ինչ տեղը ժողովուրդ, սրանք պահել են իրանց հին պատմությունները, իրանց ծեսերը, իրանց երգը, իրանց պարը, երկրագործության գաղտնիքները, կերակուրների տեսակներ, բառեր, որ չկա ձեր բառարաններում, ժողովուրդն այդ բառերը օգտագործում, մի բարբառներ, մի ծով հարստություն։ Հիմա մի հատ բանակ պիտի պատրաստեք, ասեց, բանակ, զարգացած մարդկանց, որպեսզի ցրեք այդ շրջանը, որ փրկեն դրանք, որովհետև մոտ է 20-րդ դարը, վտանգը, որովհետև 20-րդ դարում մարդիկ կորցնում են ֆոլկլորը, բանահյուսությունը, իրանց ավանդությունը եւ կարող է անդառնալի կորուստներ լինի, ինչպես հիմա եթե Կոմիտասը չգրառեր այդ երկիրը, դուք այսօր չէիք գտնի դրանք գյուղերում։ Մենք անդառնալի կորուստ ունենայինք, ինչպիսի անդառնալի կորուստ ունեցավ մեծ Հունաստանը, այդ մեծ քաղաքակրթությունը, որ գրեց Աստված մեզ հարասցե Կոմիտաս մի վարդապետ, որպեսզի հելեն երաժշտությունը փրկի փլատակներից։ Աստված չհասցրեց Կոմիտաս վարդապետ եւ այսօր հունական համարվող ժողովրդական երգը երգում եք Ակրոպոլիսի տաճարի տակ, տեսնում եք տարբեր մշակույթ է, չի բռնում այդ տաճարին։ Երգում եք, կարդում եք Հոմերոս, տեսնում եք տարբեր ժողովրդի բաներ է, չի բռնում։ Հայկական երգը երգեք հայկական գորգի տակ, հայկական ճարտարապետության տակ, միաժամանակ կարդացեք Սաուսի Դավիթ էպոսը, կտեսնեք, որ դա նույն բանն է, ոչ մի տարբերություն, սա երգի լեզվով է, սա գորգի լեզվով, սա ճարտարապետության, սա պարի, ոչ մի տարբերություն չկա։ Ահա այդ մարդիկ, որ Գարեգին Սրվանտյանը փրկեց էպոսը, գոնե, այդ որ ասեցի, չի պահպանվել խորենացու նշած այդ 20 հատոր կկազմեր մեր բանահյուսությունը, փրկեց, մի էպոս փրկվեց, Սաուսի Դավիթ, Սասնա Ծռեր էպոսը և փրկվեց հազարան հավք հեքիաթը, որը աշխարհի հեքիաթների հեքիաթն է և մի հեքիաթ, որ ամբողջ հին արևելքում են պատմել և համարվել է հին արևելքի աստվածաշչան արժեք է ունեցել, Իսահակյանն ասում էր արևելքի Ֆաուստը և Թումանյանը, որ ուզում էր մինչև իր երազն էր, ամենամեծ երազը, որ իմ ամենամեծ գործը պիտի լինի հազարան հավքը շարադրելը, բայց այդպես էլ ժամանակ չունեցավ, պատառիկներ կամ մնաց կիսատ,
այդ հազարանհավ հեքիաթը պիտի զարմանաք, որ ասեմ ամբողջությամբ իր տարբերակներով միայն Հայաստանում է պահպանված, մյուս երկրներում նա կիսատ է։ Նրանք պատմում են արաբները, արաբական արևելքի աշխարհը Սինամ հավ կանունով, ճապոնացիները կապույտ թռչուն, ռուսների մոտ է միջև հասել ժարպիծիցա եւ այդ հեքիաթի ամենաամբողջական տարբերակը, որ գնում է 4 աշխարհ, բոլոր աշխարհները եւ պիտի բերի այդ հազարանհավքը, որ գազան դարձած մարդը նորից մարդ դառնա, մարդկային հատկությունները պիտի բերի վերադարձնի մարդկանց, որ գազանին մարդ դարձնի։ Եվ ահա այդ պատմությունը, այդ հրաշք հեքիաթը, որ այսօր մեր երեխեքը ցավոք սրտի դրանով չեն մեծանում, ահա այդ հեքիաթն էլ փրկվեց եւ հրաշապատում հեքիաթներ փրկվեցին։ Փրկվեց, բայց ահա Գարեգին Սրբանտանցը եւ ինչպես մյուս ազգագրագետները նշում էին, իրանք երաժիշտ չէին, բայց նշում էին, որ ահա այս գյուղացիք երգում են այս ամբողջը, երգում են իրանց հարսանյաց ծեսը 7 օրվա, երգում են աշխատանքային երգերը, երգում են սիրո երգերը, երգում են բնության երգերը, երգում են պատմական երգերը, երգում են ողբի երգերը, եւ այդպես շարունակ ամեն ինչ երգ օրորոցայիններ եւ բերում են բառերը, որ ահա այս բառերը, տեսեք ինչ հրաշք բան են երգում, գյուղերում ինչ որ մեր ժողովուրդը մի հարսանիք է երգում, որտեղ դա արևի եւ լուսնի ամուսնությունն է, Փեսային արևը ասում, հարսին լուսին, 7-րդ օրը բարձանում են կտուր արևին դիմավորելու, կանչում են արևին վահե, վահե անունով, որ արևը ծագի, բան, այդ բոլորը ասում են երգում են, բայց չկար մեկը, որ դրանք հավաքեր եւ ներկայացներ։ Հիմա տեսեք, Եգիպտոսը, եգիպտական մշակույթը պահպանվել է իր ճարտարապետությամբ, գրականությամբ, պոեզիայով, հեթիթական մշակույթը պահպանվել է իր պոեզիայով եւ ճարտարապետությամբ եւ խորաքանդակներով, շումերական մշակույթը իր Էմրաքարի պոեմով, Գիլգամեշ էպոսով եւ մյուս պոեմներով, գրականությամբ, աստղագիտությամբ, աստղաբաշխությամբ ավելի ճիշտ եւ ճարտարապետության զիկկուրատների այդ բանով շումերական մշակույթը պահպանվել է, պարսկականը, հին հունականը, բայց այս մշակույթների հին երաժշտությունը չկա, կորած է եւ եթե դու մի լեզվով քո մշակույթը պահպանել ես հազարամյակների, ուրեմն ամբողջն ես պահպանել։ Մենք մեր երաժշտության լեզվով Կոմիտասի շնորհիվ փոխհատուցվեց այդ կորուստները։ Ռազմիկ Դավյանը մի բանաստեղծություն ունի փոքր Արեգակի մասին, անգիր չեմ հիշում, միտքը էս ասում, Արեգակ, դու դուրս ես գալիս, ծագում ես ամեն օր, որ փոխհատուցես կորուստները, մեր սիրո կորուստը, մեր կյանքի, մեր բոլոր, ասում եմ, ժողովրդի կրած կորուստները, դու դուրս ես գալի ամեն առավոտ ձեռքերը հինած այդ թաքուին, որ մեր կորուստների փոխարեն, ասում եմ, որ փոխհատուցի։ Ահա Կոմիտասը եկավ փոխհատուցելու մեր այն բոլոր կորուստները, որ ես շարադրեցի, որովհետև երաժշտության լեզվով մենք ունեցանք մեր հազարամյակների ամբողջ մշակույթը եւ իր խոսքով ասած այնքան հին արմատ ունի դա, երբ հայ ժողովուրդը ծնունդ է առել, իր հետ անբաժան հասել է մինչև մեր օրերը, Կոմիտասի խոսքն է։ Այդ պատճառով ինչ որ արել է նա, դա հայ ժողովուրդն է, այդտեղ գտավ, միջև այդ խոսում էին հայ ժողովրդի մասին, ահա այսպես ինքը մեծ ասես բաներ ունի մասին, բայց ո՞րն է դա։ Դա այդ երգով, երաժշտության միջոցով այդ տեսակը ի հայտ եկավ։ Եվ իր արածը համարվեց մեր բոլոր մեծերի մեջ, ապարուշ սևակը ոչ մեկ է չէր ամատում, ամենամեծը, Չարենցն ասում էր, ինձ ինչ տվել է իմ հանճարին, իմ երգերին, իմ խորություն, միայն նա է տվել։ Ասում էր նա, որովհետև դա հայ ժողովուրդն է, որովհետև ոչ մեկ այդպիսի տարածք չունի։ Կոմիտասի ժառանգությունը աշխարհագրական առումով ամենալայնն է, մի քանի 100,000 քառակուսի կիլոմետր է վերցնում իր մեջ, Հայաստանի տարածքը,
ժամանակի առումով ամենատարածականն է, սկսած քանի հազար տարի առաջվանից մինչև միջնադար։ Այդ ամբողջը ներառում է այդ ժառանգությունը իր մեջ։ Ոչ մեկի առաջ ժառանգությունը այդպիսի աշխարհագրական տարածք եւ այդպիսի ժամանակային տարածք չունի։ Իրանց տարածքում են, նույնիսկ Մեսրոպ Մաշտոցը գրերը 5-րդ դարին է վերաբերվում։ Եվ մենք ունեցանք ահա այսպիսի մի բան։ Հիմա այսպես հարցեր կան։ Ինչ կլիներ, որ չլիներ։ Չէ՞ որ ասում է, այդ նույն բանը փրկել են ուրիշ մարդիկ։ Օրինակ հունգարացիները Բարտոկի շնորհիվ Կոմիտասի ժամանակ գրառել են մոտ 20,000 երգ, Բարտոկը եւ Կոդայը իրենց տարածքներից, նույնիսկ հասել են մինչև Կիլիկիա, Բարտոկը Կիլիկիայի երգեր է գրառել։ Ինքը այդտեղ հայկական եղանակներ կա, ասում է թուրքական, չգիտի։ Նորմալ։ Ռուսները հատորներ ունեն հրատարակած ժողովրդական երգերի, բոլոր ազգերը գրեթե հավաքել են իրենց ժողովրդական երգերը։ Մենք էլ ենք հավաքել, Կոմիտասին դնում ենք մի կողմ։ Մենք էլ ենք հավաքել։ Սպիրիդոն Մելիքյան, մի քանի հատոր հայկական ժողովրդական երգերի։ Միհրան Թումաճյան, Կոմիտասի աշակերտը 4 հատոր հայկական ժողովրդական երգերի, գրեթե բոլոր շրջանների։ Բութանյա, Ալաշկերտ, Բասեն, Սասուն, Մուշ, Վան, Վասպուրական, ինչ եք ուզում, Ակն, Միհրան Թումաճյան, 4 հատոր։ Գարեգին Գարդաշյան, լսել եք տենց անուն։ Սամվելյան, լսել եք։ Հակոբ Հարությունյան, Մանյակ ժողովածու։ Արշակ Բրուտյան, հայկական ժողովրդական երգեր։ Եվ այլն, այս անունները կարանք շարունակենք։ Բացի դրանից, ակադեմիան զինում է մարդկանց, ուսանողներին, ասում է գնացեք ամբողջ գյուղերը եւ սփյուռքահայերից եւ արևմտահայերից եւ գաղթականներից ինչ կան սրբեք, գրառեք, բերեք։ Այսպիսով ակադեմիայում հավաքվում է 20,000 երաժշտական նմուշ։ Այսօր դուք գնաք Եվրոպա մի ազգից 100 հատ երգ ուզեք, կկանգնեն պատի առաջ, կդժվարանան ձեզ 100-150 հատ երգ բերեն տան, ժողովրդական։ Կամ YouTube-ում գրեք ֆրանսիական ժողովրդական երգ, ագարդիոնով քաղաքային երգեր կլսեք, շանսոններ։ Ուր է այդ օրորոցայինը երգել են, չէ՞, չեք գրառե։ Այդ հարսանիքում, որ հարսի շորերը ակցնում երգում էին, չեք գրառե։ Այդ ամբողջ այդ երգերը ուր է ձեր։ 20,000, 10,000 երգ կոնսերվատորիան ունի հավաքած, 10,000 եղանակներ, նվագներ, երգեր եւ այլն։ Այսինքն շատ լավ էլ կլիներ, այդ ամբողջը ունենք, մյուսներն էլ ունեն, այն մյուսներն էլ։ Հիմա գիտեք ինչը չունեն։ Ոչ մի ազգ չունեցավ Կոմիտաս, որ ունենա իր այն երգերը, որոնք մայր օրինակն են, հին հազարամյակների բնօրինակը, որը չես գտնի, դա որսորդի նման պիտի գնաս, դա մի հատ հազվագյուտ ձուկ բռնելու նման մի բան է։ Այդ օրոցայինը ոնց պիտի լսես, ումից պիտի լսես, այն ոնց պիտի մյուսը գտնես։ Եվ մյուս ազգերը չունեցան Կոմիտաս։ Հիմա համարում ենք, որ Կոմիտասի ժառանգությունը չկա, եւ մենք ունենք մեծ երաժշտություն։ Օրինակ Սպիրիդոն Մելիքյանի մի հատ երգ երգեմ, ինչով է պակաս, իր Սասունի երգերից, ասեք։ Մեր տունու ձեր մոտիկ բաումբիլ, խանջարը քաշենք մսրան մոտիկ բաումբիլ, տեսնենք վիրյարնա խորոդիկ բաումբիլ, իմ յարքնցքու յար խորոդիկ բաումբիլ, թոյ բաումբիլ, խոշ բաումբիլ, հոյ բաումբիլ։ Ոչ մի ազգ այսօր ինչ երգել բերի, սրանից լավը չի լինի, սրա նման երգեր ձեզ կբերեն։ Բայց այն ինչ որ Կոմիտասը գտավ ու բերեց, դա մյուս ազգերն էլ ունեին եւ գուցե ունեն, ասենք Հնդկաստանը, օվկիանոս է մշակույթ, 1000 տեսակ 1.5 միլիարդ մարդ, հազարավոր յուղերով բոլորը երգում ապարում են։ Բայց միջև այսօր որ գնաք Հնդկաստան, ասեք ինձ 50 ժողովրդական երգ տուր,
Չի լինի տենց ջոկած ես չեմ բերի տա, այնտեղ կլինի երգեր, որ քաղաքային կլինի, կինոից կարող է լինի, աղավաղված բան, շատ դժվար է, այդ չասած այդ ադամանդը չունեցան, եւ ես պատասխանատու հայտարարություն եմ անում, որը միշտ խանդ առաջացնում, նույնիսկ ասում են դու որպես գիտնական ո՞ց կարող ես այդպիսի բան ասել, բայց ամեն լուրջ երաժիշտ դա գիտի, աշխարհում չկա որևէ ազգի երգ, որ կարող է կանգնի Կոմիտասի գրառած երգերի կողքին, չկա աշխարհում, ամբողջ երկրագնդում, եթե դուք վերցնեք Անտունին նոտագրած, Կռունկը նոտագրած, Քելեր-ցոլերը, Չինարեսը, կամ ասենք Հովարեքը եւ տանեք Լոռու Գութաներգը, այդ նոտաները տանեք տակ մի հատ երաժիշտի, որը իր ազգի երաժշտության մասնագետն է ժողովրդական, ու ասեք սրա կողքին բեր նոտագրած դիր, ինձ հեքիաթ մի պատմի, ինչ ունեք, դուք ինչ լավն եք, շատ, բեր դիր կողքին, չի կարա բերի դնի, կքանդվի, հենց դնի կողքին կքանդվի, պետք չի երգել, հենց տեսքին նայեք, այդ մասնագետը գիտի ինչ, այդ նոտաների տեսքին նայեք, նկարին, արդեն նա կքանդվի, մի անգամից կերևա, որ ընկնում է կողքին դա, այդ 20,000 երգը Բարտոկի գրառած, քանդվում է այդ երգերի կողքին, Բարտոկը, որ 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտորներից աշխարհի, եւ իրանք հունգարացիները ունենալով Բարտոկին, շեղվեմ նյութից ասին մենք սրանով պիտի մեր ամբողջ ազգը դաստիարակենք, կրթենք, առաջի հերթին գրեցին 100 տարվա ծրագիր հունգարացի ազգի համար, ինչպես դուք ծրագիր ունեք, եւ սկսեցին իրագործել լոզունգներ մեր մանկապարտեզի երաժշտության ուսուցչուհին ավելի կարևոր մարդ է Հունգարիայի համար, քան օլիմպիական չեմպիոնը, օպերայի դիրիժորը կամ մինիստրը։ Եվ այսօր նրա մանկապարտեզում երեխան 30 ժողովրդական երգ է հանձնում, որ գնա առաջի դասարան, Բարտոկի գրառած, ու մինչև 10-րդ դասարան երգում են իրանց խորհրդարանի երգչախումբը դեպուտատները բազմաձայն երգչախումբ ունեին, 6 ձայն երգում էին բարդ երգեր, բոլորը երաժիշտ պիտի դարձնենք ասին, որ այս ազգը դարձնենք ազգ, որտեղ այնտեղ էլ հայտնի չի, չէ՞ կարծեմ ինչ ազգ է, թող չնեղանան։ Պատմության մեջ կարդում եմ մի մաս եկել անդերից, մի մաս ընդերից, մի մաս ընդերից, մի մաս ընդերից։ Այսպես հազարամյակներ շարունակ այս բնորան, այս ժողովրդի բանը հազվագյուտ բանը մեր ժողովրդի տեղում լինելը այսքան ժամանակ։ Եվ ահա Սպենդիարյանը եկավ Հայաստան, կոմպոզիտոր, նայեց այդ երգերը, դե նա տեղյակ էր, չէ, Ռուսաստանում բարձրագույն կրթություն ստացած, գիտեր ռուսական ժողովրդական երգը, հարևան երկրների անունները չեմ տալի, երգերը ոնց որ նախկին սովետական միության հանրապետությունների ուսումնասիրել էին, կոնսերվատորիա ավարտել էր Ռուսաստան բարձր Պետերբուրգում, բանում դա շատ բարձր կրթություն էր։ Հենց որ տեսավ, ասեց, էս ի՞նչ է։ Այս ժողովուրդն է երգում սես բան չի լինում, ասեց։ Ինձ տարեք գյուղերը, իրան տարան գյուղերը, ոչ մի երգ չհանդիպեց այդ երգերից։ Դե իր համար ոչ էին երգի, այդ պիտի գնա Կոմիտասի կտուրում թաքնվի, օրերով մտնի մեջները, որ իր համար երգեն, նույնիսկ Կոմիտասի համար չեն երգում, երբ որ գնաց Լոռու Գութաներգը Վարդաբլուրում գրառելու չերգեցին, ասին վար անելու երգը երգում են վար անելու ժամանակ, հարսանիքի երգը հարսանիքի, թաղիկ զարկելու երգը երիշտա բանը սանդ ծեծելու երգը սանդի ժամանակ, ու Կոմիտասն ասեց այս ժողովուրդը գործողությունից դուրս չի երգի, երգ չի հասկանում, գնաք ասեք ինքը չի երգի։ Եվ Սպենդիարյանը եկավ ասեց Կոմիտաս վիլիկի միստիկատոր։ Հիմա թե այդ միստիկատորը ինչ աշնակում, երևի միստիկա ստեղծող, ամբողջ սա միստիկա է, ասեց սա հնարավոր չի։ Եվ ահա մենք ունեցանք այս բաները։ Տեսեք, հայ ժողովուրդը միակն էր աշխարհում, որ պահպանել է հացի արարման բոլոր փուլերի երգերը։ Նախավարի երգ, վարելու երգ, ցորենը ցանելու երգ, ցորենը ծածկելու երգ, հետո երաշտի դեմ, որ անձրև գա, անձրևա բեր երգեր, քախանի երգ
երբ որ Ցորենը հասնում է հնձելու երգ, սայլով կրելու երգ, սայլի երգ, շատ անգամ սայլի երգը, որ հոռով էլ բառը մեջ չկա, մարդիկ շփոթում են գութանի երգի հետ, չէ՞։ Օրինակ է, որ ասում է հոլարա եզո ջան աղբեր ջան հո թոլարա եզո ջան աղբեր տեսիրուն ել եւ այլն, սա սայլի երգ է։ Հետո տանում են կալատեղ, որ Ցորենը Ցորենից առանձնացնեն կալի երգ, հետո աղալու երգերը, հետո հաստխելու երգ։ Կարող եք դուք մի ժողովուրդ գտնել, որ պահպանած լինի վարելու երգը ու հնձելու երգը, կամ մի ուրիշ ժողովուրդ աղալու երգը։ Բայց այս բոլոր երգերը պահպանած ուրիշ ժողովուրդ դուք չեք գտնի։ Ուրեմն մենք երաժշտության լեզվով, նորից եմ ասում, պահպանեցինք մեր ամբողջ մշակույթը հազարամյակների, մեր տեսակը եւ դա ծրագիր էր։ Դա պատահական չի եղել, ինչպես շատերն ասում են, պատկերացնում եք մեզ Արամ Խաչատրյան չծնվեր, ունենայինք։ Եթե այդ հարցը իրականում պատկերացնենք, գիտեք որտեղ է, որովհետեւ Արամ Խաչատրյանը արևելքի ամենամեծ կոմպոզիտորն է, արևելքի երկրների։ Դրա համար ասում են, օրինակ, պատկերացնում եք, որ բայց պատասխանը չգիտեն, ինչի է ծնվել։ Ուրեմն, որ Արամ Խաչատրյանից խոսեցինք, մի երկու բառ պիտի ասեմ։ Ուրեմն, Չինաստանը 1.5 միլիարդից ավելի է, եւ իրան հարց է տալիս, այնտեղ երաժիշտներ կան, ասում են, ո՞նց է, որ չինական մի գյուղի չափ ժողովուրդ ծնում է Արամ Խաչատրյան, մենք չունենք։ Ասում է, այդ հարցը պիտի տրամաբանական պատասխան ունենա։ Ասում ես, որովհետև նա սովորել է բարձր կոնսերվատորիայում, մենք էլ ունենք, 100 հատ կոնսերվատորիա ունենք, եվրոպական կոնսերվատորիա բարձր։ Հա նա հիմնվել է ժողովրդական երաժշտության ակունքներն է ունեցել իր մեջ, մենք էլ ունենք, ժողովրդական ծով երաժշտություն ունենք։ Իր օրկեստրում ժողովրդական նվագարանների բաներն է հնչում, թառի, սազի, ինտոնացիաները, այնպեսի մենք էլ ունենք։ Հայերը քանի է ժողովրդական գործիք ունեն, 50 անգամ ավելի չինացիք ունեն։ Անեն ժողովրդական գործիքներ ունեն, որ նայում ես ոնց որ էկզոտիկ կենդանի լինի։ Չես էլ տեսել այդպես գործիք։ Ամեն ինչ ունեն, աշխարհի կատարողները ունեն, աշխարհի դաշնակահարները, ջութակահարները, 4 տարեկան չինացի երեխեն այսօր ինչ-որ ջոթակի կոնցերտներ է նվագում, տեսած կլնեք։ Այդ ո՞նց է որ չունենք, ասում ես, այս բան չի լինում, չունեն։ Մի անգամ միտեղ ես sense խոսում էի դալիճում, մեկը բարձացավ կինս ներկա էր, ասեր, ո՞նց կարելի է այդպիսի բան ասել այդպիսի մեծ ժողովրդի մասին։ Ասեցի անուն, ազգանուն։ Ես այդտեղ դեռ 40 րոպե կամ ասեցի, գնացեք մանեք, քթեք, այսօր ինտերնետ էլ կա, հեշտ չի, գրեք, չինացի ամենահայտնի կոմպոզիտոր։ Բերեք ինձ անուն, ազգանուն, տենամ կարաք բերեք, որ ասում եք տենց նեղացած։ Բերեք, Հնդկաստանը թո բերի 1.5 միլիարդ, 100 հատ կոնսերվատորիա ունի, եվրոպական դասախոսներ ունի, աշխարհի ամենակատարողներ ծով ժողովրդական երաժշտություն։ Արաբական 800 միլիոնանոց աշխարհը չունի Արամ Խաչատրյան, Պարսկաստանը չունի, Հունաստանը չունի, սովետական 15 հարաբերությունից մեր հարևաններից բռնած, բացի Ռուսաստանից, ոչ մեկը չունի այդ մեծության կոմպոզիտոր, ոչ մեկը, ամբողջ արևելքը, դա արևելքի կոմպոզիտոր է, դա արևելքի երաժշտությունը առաջի անգամ ներխուժեց եվրոպական երաժշտություն, արևելքի արևը։ Եվրոպան փորձում էր արևելք բերել իր մշակույթի մեջ թարմացնելու համար, նկարչության մեջ փորձեր արվեցին, երաժշտության մեջ էլ արվեցին, օրինակ ասենք Ռիմսկի-Կորսակովի Շահրազադեն, որ արևելքի ինտոնացիաներով, դրանք մտածում էին, որ հենց մի հատ լատ կա, այդ մցրին եղավ արևելք, տա-րա-րա-ռամ, տա-րա-րա-րա-րա-րա-րա-րա, հենց այդ գաղափարն ունեին, էլի, այդ չլեն, որ արևելքը 150 հատ լադ ունի, այդ լադը չի իրաց մենակ, և Արամ Խաչատրյանը տուրիստ չէր, դրանց արածը ոնց որ տուրիստի արածը լիներ, ոնց որ տուրիստը գնար արևելք,
Բայց երբ որ Արամ Խաչատրյանը եկավ, ասին էս չի ասին, արևելքի արևը ներխուժեց եվրոպական մշակույթ, արշավեց այդ արևը։ Զարմա ասում են, սա ինչ է, սիմֆոնիա է, ինչ է, էս ինչ է, ասում էր, սա պար է։ Իր ամենաառաջի գործերը հենց գրած, պար, բան, ձոն աշուղներին։ Էսի չի դաշնամուրը սենց նվագում, տկ, սա սազ է, սա սազ է։ Դե Կոմիտասը հայտնի չէր, Կոմիտասը շատ հայտնի կլներ Եվրոպայում, որ եղեռնը չլիներ, դրա համար չգիտեին։ Հա։ Սա պարա, սա ինչի է սենց պար, սա նազանքի պարա, արևելքի աղջիկները սենց են նազ։ Սա արևելքի ռիթմերն են, արևելքի մտածողությունը ուրիշ ձև է, ժամանակի զգացողությունը ուրիշ է, մի քիչ փիլիսոփայությունն էլ յուրահատկություն ունի։ Սա արևելքի կրակոտ պարն է, տղամարդկանց, լեռնցիները սենց կրակոտ ռիթմեր ունեն։ Եվ հա, Արամ Խաչատրյանը, մեր Արարատը, եկավ, որովհետև կար Կոմիտաս, որը ստեղծել էր հայկական կոմպոզիտորական դպրոց։ Այսինքն ոչ միայն փրկել էր ամբողջ ժառանգությունը, դեպի ապագա նայելով ստեղծել էր մի սիստեմ, ներդաշնակության նոր համակարգ։ Մինչև այդ աշխարհին հայտնի էր եվրոպական ներդաշնակության համակարգը, որը գալիս էր Պյութագորասից դեռ։ Պյութագորասը վերցրեց լարը, ասենք այս լարը դոյ է, մեջտեղից կիսեց։ Տեսավ երկուսն էլ դոյ են լինում, մեկը լինում է, ասենք, այս դոն առաջի օկտավայի, մի կեսը այս դոն, էլի դոյ է, այդ լարը կիսեց, հետո դա մեկ երորդի, մեկ քառորդի բաժան սկացավ թվեր ներդաշնակության, դրա վրա հիմնեցին հարմոնիան, դա բարդ բան է, ես չբացատրեմ երաժշտագիտական, և ամբողջը նույն հարմոնիայով է գրված, Բախը, Մոցարտը, Բեթհովենը, այդ մեծ եզերական հանճարեղ գործերը միջև Վագներ և բոլորը դասական հարմոնիայով է գրված, դա միած սիստեմա բարդ թվաբանության նման թվերով սովորում ես, որը կոնսերվատորիա ընդունվելու համար այդ հաստ գիրքը հարմոնիայի պտի իմանաս արդեն, այդ քննությունը կա էլի, պտի հանձնես, որպեսզի նոր առաջի կուրս նստես կոնսերվատորիայի, դասական հարմոնիան, Կոմիտասը ստեղծեց նոր հարմոնիա, Կոմիտասը հասկացավ, որ գնաց Եվրոպա, ասեց, եթե ես մտնեմ իրանց մշակույթի դաշտը, կպարտվեմ, ստեղ աստվածներ են նստած, Բախ, Մոցարտ, Բեթհովեն, գրականության մեջ էլ ընդեղ Գյոթե, Շիլլեր, չգիտեմ, ես չեմ կարա այս դաշտը մտնեմ, ես այս դաշտում չեմ, ես պիտի ուրիշ բան անեմ, իսկ ուրիշ բանը ինչ է, ես պիտի միայն իմ ժողովրդի օրենքների վրա հիմնվեմ, ու ինքը գրեց նոր օրենքներ, որ բխում են մեր իրարցություն, մի խոսքով, ասեց մերը դոմաժոր լադ չի, այս լադը չի, մերը ութնյակի վրա չի ութի, մերը յոթնյակի վրա, մեր գլխավոր ձայնը տոնիկան սկզբում չի, ոնց որ եվրոպականում դորեմի ֆասոլյա դոյից դո դոնա, մերը մեջտեղում է, երկու քառյակները շղթայված են իրար, սա օրենքներ էր։ Գրեց և ստեղծեց կոմպոզիտորական դպրոց։ Եվ այս կոմպոզիտորական դպրոցի հիմքի համար եկավ Արամ Խաչատրյանը, այդ հիմքը ուներ։ Իրանք ստեղծեցին կոմպոզիտորական դպրոց։ Չկա չինական կոմպոզիտորական դպրոց, չկա հնդկական կոմպոզիտորական դպրոց, արաբական, պարսկական եւ այլն չկա։ Կա հայկական, ուրույն իր օրենքներով ձևակերպված։ Դրա համար Արամ Խաչատրյանը նույն Կոմիտասի նման Եվրոպայում եթե երաժշտությունը վերջացավ մի նոտայով, բասում պետք է այդ նույն նոտան լինի, ներքևում։ Կոմիտասը, որ ասեց կենտրոնում է մեր նոտան, նա բասում ուրիշ ձայն է։ Վերջանում է ուրիշ նոտով, բասում ուրիշ ձայն է։ Դա ոչ թե դնում է ինքը, որ ասեմ դրել է, Պետրոսն էլ կար դներ, բասում ուրիշ ձայն, վերջանարը տեղ։ Չէ, դու որ լսում ես որպես վերջ, զգում ես, որ վերջացավ։ Դժվար է տես բան անելը։ Դու եթե վերջացես ձայնում, բասում եք այդ ձայնը դնես, որ լսես, որ լսվի, որ վերջացավ։ Բայց երբ որ դու բասում ուրիշ ձայն ես դնում ու հետն էլ լսվում է, որ վերջացավ, ֆոկուս պիտի անես տեղ։ Այդ ֆոկուսն էր։ Եվ տեսեք, Կոմիտասի Անտոնին օրինակ, վերջանում է տոլաշ տնավեր, բայց բասում լայ է։ Տոլաշ տնավեր, ուստեղ
ինքը նույն եվրոպական մաժոր եռահանջումն է, լա դո դիեզմի, հայտնի ձեզ սիրելի եռահանջումը, տեսեք են, կամ էս էլ է մաժոր, բայց նույն եռահանջումն է հնչում, ինչ որ կիրառում է Բեթհովենը, Մոցարտը, բոլորը, բայց այդ եռահանջումի ֆունկցիաները ուրիշ նշանակություն ունեն։ Այդ եռահանջում լյան հիմնական ձայնը չի տակի, ոնց որ եվրոպականում եթե լա դո դիեզը լյան հիմնականն է, նրանք երկրորդ լյան հիմնականը վերևից ձայնն է, վերևով վերջացավ։ Ֆունկցիաներն ուրիշ է, անուններն ուրիշ է։ Այն որ ասում է տոնիկա դոմինանտ է, տոնիկան ներքևից ձայնա դոմինանտան 5-րդ, այստեղ արդեն սա տոնիկա չի։ Ոչ էլ դա դոմինանտ է, անուններն ուրիշ է, սա արդեն ուրիշ ֆունկցիա է տվել, պատկերացիք։ Եվ նույն բանը Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտի օրինակ երկրորդ մասում, որ գնում է այսպես Պրծավ, չէ, իսկ բասում էլի լա դո դիեզա, բայց պրծելա միով, բայց բասում, սա չկար, դրա համար Դեբյուսին խոնարհվեց Կոմիտասի առաջ 20-րդ դարի երևի ամենամեծ կոմպոզիտորը ու ասեց, եթե Կոմիտասը գրեր միայն Անտունին, դա բավական էր աշխարհի մեծ երաժիշտների շարքում լինելու համար, հենց Անտոնիում էր այս օրենքը։ Դաշնամուրն էլ, դաշնամուրը հայտնի էր եվրոպական դաշնամուրային ֆակտուրան, նու ասենք Մոցարտի սոնատը, ուրիշ էս ֆակտուրա չի։ Եվ այլն։ Կոմիտասը, երբ որ գրեց այսպես, էլի ասում է, սա ինչ է, ասում է, սա ժողովրդական մեր նվագարաններն է, դրա համար ինքը գրել է թառի ոճով, օրինակ, հունաբին, չէ, գրել է այսպես, որտեվ թառը նվագելուց են տակիլարին խփում է, չէ։ Եվ այլն։ Սա ուրիշ բան էր, բայց երբ որ եկան ասենք մեր կոմպոզիտորները ասենք որոշում են որ այս նույն եղանակը պիտի ասենք նվագեն ճոխ, որ իբր հաճելի լինի, օրինակ եւ այլն։ Սա եվրոպացու համար Ռախմանինովյան կամ ինչ որ չգիտեմ ինչ ֆակտուրա մի տես բան չի, դա կարող է զարմանալ, ասես ինչ լավ նվագեց, այս ինչ բան, որևէ մեկ էս հենց այս տեղում հորինի նվագեցի, այսինքն այդ երաշտ մենք դաշնակարներ ունեինք, որ իրանց եղանակն էին տալի մեր կուլտուրայի տներում ու երեխեն ինչ բարեին ինքը նվագակցում էր, ոչ էլ նոտագրում էր, մի անգամից նվագակցում էր։ Դա կոմպոզիտորություն չի, էլի։ Այսօր էլ մեր մանկապարտեզներում կա, չէ, նստում են խեղճ երեխեքին այդ ակորդներով
սկսում են, չէ՞, sense ջան, 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 աշուն է, տես, սա բանա, տենց անում են, էլի անընդհատ, հետո կոմպոզիտորներն էլ են անում։ Կոմիտասից առաջ անուններ չեմ տալու, այդ ինչ կոմպոզիտոր ունենք, sense բաներ էին անում, ասում են կոմպոզիտորա։ Կոմիտասից հետո էլ որ եկան, շատերը լավ չհասկացան, որ արդեն կոմպոզիտորական դպրոց է ստեղծված, ասեցին պրիմիտիվ է շատ ու սկսեցին տենց օին բազություններ անել, եվրոպական բան, ամեն ինչ արեցին։ Մի խոսքով անցնենք առաջ այս հարցից։ Ահա այդ կոմպոզիտորական դպրոցներ, որ բերեց Արամ Խաչատրյանին, որով այսօր եթե մեր հարևան մի ժողովուրդ ունենար, երևի կդաստիարակեին մանկությունից իրանց երգով այդ մեծ երաժշտությամբ, որպեսզի ազգը գտներ իր տեսակը, որովհետև երաժշտությունը ամենահեշտ միջոցն է փոխելու մի ժողովրդի։ Կոմիտասն ասում է, որքան մեծ է այդ ժողովուրդը, այդքան մեծ է իր երաժշտությունը։ Եվ ասում է, երաժշտությունը ձայնը 1000 ճառ արժի։ Ճառը ժամանակ է պետք, որ մարսի հասարակությունը, իսկ ձայնը մտնում է ականջից ներս ու միանգամից փոխում նրան։ Գերմանացիները այդպես արեցին, իրանք դեռեն դարերում ծրագիր կազմեցին, որ պետք է իրանց ազգին դաստիարակեն երաժշտությամբ, որպեսզի դարձնեն մեծ ժողովուրդ, եւ այդ ծրագիրը սկսեցին իրագործել։ Մեծ միջոցներ դրեցին այդ ծրագիրը իրագործելու վրա։ Լավ կլիներ, որ մենք սովորեինք նրանցից որոշ բաներ։ Տեսեք, մի ժողովուրդ, որ ֆոլկլորը կորցնում է իր, ֆոլկլորի մեջ է ապրում, շատ վտանգված է, որովհետև կարող է գյուղից դուրս գա ու քաղաք չհասնի։ Ֆոլկլորը պահող ժողովուրդը ապրում է իր ծեսով, առանց քննելու, թե այդ ծեսը ինչ է։ Գյուղացին չգիտի, որ 7 օր որ ծես է անում հարսանիքի, ամեն օրը խորհրդանշում է մի լուսատուի, լուսին, փայլացու, ուրեմն երևակ, լուսաստղ, լուսընթակ, հրատ, արև, ինքը չգիտի դա, ինքը ուղղակի ոնց ավանդված է, չի խախտում, ասում է, սենց է պապերից եկե, սա պիտի անեմ։ Դրա համար ինքը չի ուզում մի բան խախտի, եթե պիտի գնա դաշտը եւ առավոտ պիտի բարձրանա ձուն խփի եզան ճակատին, դա կանի կարմիր կողքախի։ Ու իր լեզուն դա է, ինքը սրբորեն պահում է, բայց դրանք խորհրդանիշեր են, որ պահում էին աշխարհի հին պատկերը եւ փիլիսոփայությունը ամբողջ այդ ժողովրդի, բայց ինքը չգիտի, իր լեզուն դա ծեսի լեզվով է ինքը օգտագործում։ Եթե դա դուք փոխեք սիմվոլների լեզվով, կդառնացիմ, եթե հազարան հավքը վերածեք սիմվոլների, թե սև աշխարհ ինչա նշանակում, կապույտ աշխարհ ինչ, կտեսնեք, որ դա մեծ մի հատ փիլիսոփայություն է, դա ուրիշ բան է։ Ժողովուրդը հա այդպես դա պահել է, բայց երբ որ ժողովուրդը սկսում է կորցնել իր ֆոլկլորը, նա վտանգված է այլասերվելու։ Դրա համար չինացիներն ասում էին, եթե կորցնում ես ճանապարհը, մնում է ծեսը, եթե կորցնում ես ծեսը, մնում է ավանդությունը, եթե կորցնում ես ավանդությունը, մնում է սովորությունը, սովորությունից սկսում է այլասերումը։ Եվ ահա գերմանացիները դեռ 1500 թվականներին տեսնելով, որ իրեն ժողովուրդը ֆոլկլորը կորցնում է, արդեն ֆոլկլորիկ ժողովուրդ չի, իսկ մեր ժողովուրդը մինչև 20-րդ դար, 19-րդ դարի վերջ ֆոլկլորիկ էր մնաց, ֆոլկլորով էր ապրում։ Մի անգամից ինստիտուտներ հիմնեցին եւ որ կրթեն ամբողջ գերմանական ժողովրդին։ Եվ դրա համար իրաց մոտ Բախի ժամանակ դասերը սկսվում էր առավոտյան ժամը 5-ին։ Երեխային գիշերը 4-ից քնից պիտի անես, ռազմական համակարգ ստեղծին, որ պիտի կրթենք այս ժողովրդին։ Հասան այնտեղ, որ իրանց թագավորը կոնցերտներ էր գրում, թագավորը։ Եվ ինքն էլ ֆլեյտա էր նվագում օրկեստրի հետ։ Օրինակ իրանց օլիգարխներից մեկը, մատեք մեր օլիգարխների հետ, որը մահացել է 19-20 տարեկանում, Էրնստ Վայմարսկի։ Մինչև Բախից հետո որոշ կոնցերտներ երգեհոնի, կլավերի Բախին էին վերագրում, հետո իմացան, որ այդ մահացած գերցոգինն է, այս 19 տարեկան գերցոգն է գրել այդ կոնցերտները, հասկանում եք,
Եվ Գերմանիան ունի 500 կոմպոզիտոր, որից եթե մեկը հայելներ, պիտի բերեին արձանը դնեին այն օպերայում, գուցե եւ Սպենդիարյանի արձանի փոխարեն։ 500 500 ուղղակի այդ մեծերը ինքը դա ծրագրված արեց։ Մերոնք էլ ծրագիր ունեին։ Դեռ Կոմիտասից առաջ Գարեգին Սևաստյանցի ժամանակ ծրագրեր էին կազմում, այնտեղ կային կուսակցություն, չասեմ, կազմակերպություն, որը ծրագիր էր մշակել, որ պիտի հայերը ոնց ապրեն իրանց հողի վրա ինքնաբավ, ուրիշի ծառևտուր չանեն, ինչպես ուրիշի հագուստը չառնեն, իրանց հագուստը կարեն, համայնքներ պիտի ձևավորեն, մեծ ծրագրեր էին կազմում։ Նույնիսկ Կոմիտասին բերելը պատահական չի, որ ասում են գտան մի հատ որ բերեցին, սենց չի, ծրագիր էր դա։ Գևորգ 4-րդ կաթողիկոսը, որ հիմնեց ճեմարանը, հիմնեց որպես կրթական կենտրոն եւ ճեմարանը 7 տարի 7 ավարտական փուլ չի տվել հոգևորական, տվելա գիտնականներ։ Դրա համար հետո եկան Աճարյան, Մանուկ Աբեղյան եւ այլն, այդ բոլորը Թորոմանյան ճարտարապետ եւ այլն։ Ճեմարանը ռուսական կայսրությունը իմացավ, այդ Պոլոժենի օրենքը հանեց, հայկական դպրոցները փակեց, ասեց, էսի չեք ասում, ձեր հին պատմությունը, ինչ որ հեթանոսություն միջև բան այդ եկեղեցում, գնացին ասին, չէ, բան, խափին, ասին ուղարկին ցարին, որ մենակ կրոնական ծեսերով ենք զբաղված, ուրիշ ոչ մի բանով նորից թույլ տվեցին։ Եվ Գևորգ 4-րդ կաթողիկոսը ինքը հրամայեց, որ բանավոր եղած եկեղեցական երգ, քանի որ խազերը կորել էր, բոլորը գրառեն եւ հրատարակեն։ Շարակնոցը հրատարակվեց 1874 թվականին, որը մեր եկեղեցին պիտի զարմանաք, որ ասեմ, միջև այսօր չի հրատարակել։ Շարակնոցը երգերը հրատարակվել են 1874 թվականին, գլխավոր Ծիսամատյանը եկեղեցու երգ, որը միջև այսօր չի հրատարակվել, այդ հրատարակության, այդ 1874 թվականին է։ Եվ այդ Գևորգ 4-րդ կաթողիկոսը ասեց գնացեք ընտրեք, չէ՞ դե երեխա բերեք։ Մյուսներին էլ էին ընտրել բերել ճեմարան, Հրաչյա Աճարյանին, Մանուկ Աբեղյանին, եւ շատերը չգիտեն, որ Գևորգ 4-րդ կաթողիկոսը միջև կաթողիկոս լինելը եղել է Կոմիտասի մոր քաղաքի Բորսայի առաջնորդը։ Այսինքն նա բոլորին գիտեր ընտանիքներով, Կոմիտասի մորն էլ ընտանիքով, բոլորին գիտեր ինքը, երբ որ կաթողիկոս էր, առաջնորդն ա եղել իրանց։ Եվ երբ որ Դերցակյանը Կոմիտասին բերեց, դա էլ ծրագիր ունեին իրանք, ազգի մեջ ստեղծելու այդպիսի ուժ։ Այդպիսի մի ծրագիր մենք էլ ունեցանք։ Ես իմ շրջապատով բանը 90-ականներին, 80-ականից սկսած, 88 թվից 87, 86 թվին համոզեցինք պետությանը Եղեգնաձորից դուրս գրեց մի գյուղ, Արատես գյուղը, տվեց մեզ դպրոցին, Մկթար Սեբաստացի, ես այն ժամանակ ծրագրերի ղեկավարն էի, որպեսզի դարձնենք կրթական կենտրոն, բերենք այնտեղ երեխաներ պահենք եւ ազգի համար տենց բան։ Հենց այն ժամանակ սովետ էր, բայց համաձայնացինք, հասանք Մովսիսյանը, Վլադիմիր Մովսիսյանը կանգնեց մեր մեջքին։ Եվ այդ գյուղը տվեցին, ամենասիրուն գյուղը երևի Հայաստանի, որտեղ համ անտառ կար, համ լեռնային, համ բան, գյուղի մեջով գետեր գնում, քարաձավներ, այդ դադար գյուղը եւ ֆինանսներ տվին, ասֆալտապատեն եւ առաջի հիմքերը գցեցինք, որ սարքենք։ Ճարտարապետությունը հաստատեցին Եվրոպայում, Համլետը Խաչատրյան գնաց, գծեց այդ Անիի նման քաղաքի ամբողջ բանը, սկսեց կառուցումը, երկրաշարժը եղավ 88-ին ամբողջը կանգնեց, բայց դրա մասին չի ասում։ Ինձ ասին, արդեն սկսել ենք, ծախսերն անում ենք, արդեն գյուղը տվել ենք, արդեն բերել են կամացուները, արդեն 50-ա ձի ենք բերել ընդեղ, ամեն ինչ բերել է պետությունը, գնա երեխեքին ընտրի, ոնց որ Կոմիտասին։ Դուք մտածել եք, որ այս ազգը ոնց կարա չծնի, այսօր չկա, բոլորը թե Չարենց, Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Մեսրոպ Մաշտոց, Նարեկացի, այդ ոնց չի, որ ծրագիր չկա, որ այդ երեխուն գնաս, ոտի հանես, կանգնացնես մեջքին, դարձնես, կրթես, ինչ որ պետք է, չկա տես ծրագիր, տես նպատակ չկա, հենց նպատակը դնես, ամեն ինչ կլինի։ Եվ ես ինձ արդեն ուղարկեցին գյուղերը ընտրելու։ Եվ պատկերացրեք, ինչ երեխեք տեսա ես,
Հիշում եմ մի դեպք, այդ ասեմ անցնեմ առաջ չեղվենք։ Եղեգնաձորում յուղերից մեկում մտնում եմ դպրոց, հավաքում են բոլոր երեխաներին, մինչև 4-րդ դասարան, այտենց պետք է բարձր չլինի, որ հետ ասում են նպատակը բացատրում եմ, որ ստեղծվում է կենտրոն եւ մենք ընտրում ենք ամբողջ Հայաստանից տղաներ, թե ինչի աղջիկներ չէ, հետո էլ ասենք աղջիկների բանը կբացենք այդ վարժարանը։ Տղաներ, որ տանենք, պետք է ապրեն այնտեղ եւ պիտի ստանան ամեն հայագիտական կրթությունը։ Բացատրում եմ, վերջից մի հատ տղա, Չարենցի նման, սենց կոստյումով, ձիգ, 4-րդ կանգնեց ոտքի, ասեց, խնդրում եմ մի շարունակեք, ասեց, այդ ես եմ։ Իմ հետևից եք դուք եկել, ես գիտեի, որ գալու եք, սպասում էի, վերջ տվեք այս բանին, թատրոնին։ Ես ասի, վերջ եմ տալի, որտեվ տեսա, նայեցի, տենամ բանը, Չարենցն է, փոքր կանգնած աչքիս առաջ։ Օհո, ամեն ինչ գիտի արդեն։ Իմացել է ինքնովա։ Մի խոսքով, սա ծրագիր էր եւ այդ ծրագիրը շարունակեցին, եկավ կոմիտաս, գրառվեց մեր ամբողջ, գիտեք, հեքիաթները 20 հատոր կա, չէ, հրատարակված 20 քանի հատոր հայ հեքիաթները, ազգագրությունը, մեր մշակույթը։ Այս ծրագրով Երվանդ Լալայանը եկավ 27 հատոր հայ ազգագրություն 1900 քանի թվից տպվեց։ Ամեն հատորում մի Հայաստանի շրջան, ասենք Ջավախք, Ջավախքի ազգագրությունը, ինչքան մարդ կա, երկրագործությունը, հարսանիքի ծեսը, երեխա, ծնունդ, տոներ, բժշկություն, ավանդություն, կերակուրներ, ամեն ինչ, ինչ որ այդ Ջավախքում կար, նույնիսկ այնպես բաներ, որ չի կարելի գրել, հա, ասենք ասում է դաշտում փոսեր կան, որ չեն հասկանում երկրագործները ինչի համար է, այս Ջավախցիք էս ջահելներին 10 քանի տարեկան, երբ որ մի քիչ հասունացել են, կերակուր են տալի, աղջիկ տղա ուղարկում են այդ փոսերը, որ իրար ղունղուն են, սիրեն։ Միջև ամուսնու, հա, հետո ծանոթանան, փոսերի մեջ, տենց ազատ էլի, հա։ Ամեն ինչ գրառեցին եւ փրկեցին, հա։ Ահա, մեզ ճանաչելու համար մեր մշակույթը պիտի սա եւ վերջացնելով հա ասեմ որ այդ երգերը բաժանվում են էպիկական աշխատանքի սիրո, բարերքեր, բնության, մանկական ծեսի, տոների, կատակերգեր, օրորներ, մեր բնավորության մեջ ինչ կա ամբողջը գրառված եւ փրկված է։ Եվ օրինակ գութաներկը, որ ասի այդպիսի նոտագրություն, այդպիսի Կոմիտասը գրել է գութանի մասին, գութաներկի մասին աշխատություն գիտական վերալուծել ամբողջը եւ գտել է, որ այստեղ կա բնության օրինաչափություններ, օրենքներ, ինչպես աշխարհը իր ժամանակ ման էին գալի երաժշտության մեջ բնության նոր օրենք, որպեսզի նոր հարմոնիա ստեղծեն, բայց բնության մեջ չկա երաժշտություն, բնության մեջ ծիտիկների քամուձայնը երաժշտություն չի, տիեզերքում չկա երաժշտություն, Գյուրզադյանը Վիկտոր Համբարձումյանը այն որ խոսք ունի, չէ, ձայնագրածքը ասում է ամենազարմանալին ինչն է ձեր համար էս տիեզերքում, ասում են երաժշտություն, ասում են ինչի, չկա, ասում է, բանը, ոչ մի տեղ այդ 7 ձայն տենց համակարգված չկա։ Եթե մենք նայում ենք աշխարհին այս պատկերը աչքերով, երաժշտություն չկա, որ լսես։ Եվ ահա որտեղից գտնես, եւ Կոմիտասը ասում էր, որ այնքան է գյուղացին մերվում հողի հետ, բնության հետ այդ աշխատ որ բնության ձայնը, բնության ալիքը, կոպիտ ասած բնության երաժշտությունը, որ չգիտենք, իր մեջով է արտահայտվում։ Մի խոսքով ոչ թե դա մարդու բանն է, այլ հողը երգ ունի։ Սա հողի ձայնն է, որովհետև նայեք ասում է, այս երգի մեջ չի կարող ասես բանը գյուղացի, նայեք երգի ռիթմը 5 է, գնում է ասենց տա 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 նույնիսկ ձայնը որ պահած է ուղիղ ասում է մեջ այդ ռիթմը կա հո ասում է բառերը 5 վանկանի են 5 տող է այս երգում ասում է բացականչություններ կան այդ բացականչությունները 5 տեսակ են ամեն բացականչությունն էլ բաղկացած է 5 նոտայից ասում է տարբեր Էսի 5 թիվ է, սա
Եվ Մարտիրոս Սարյանը գլխի ընկավ, ոչ մի երաժշտագետ գլխի չէր ընկել, որ շակերտավոր ասած, բնությունը երկ ունի, ողը։ Սարյանն ասում է, կարան լա գրե, ասում է, եթե Կոմիտասը աներ այն, ինչ գիտեք ու ասում եք, բավարար չէր լինի, ասում է, նրան այդ մեծությունը համարելու։ Նա գտավ, որ սարերը երկ ունեն, որ հողը երկ ունի։ Մարտիրոս Սարյան։ Եվ այդ երգը ձեր համար կերկեմ հիմա։ Օրհնյալ է Աստված, հիշալ է Աստված, Pregomesh, yo, taragomesh, yo, aragomesh, yo. Lusa ցավ parkester, bari շատացավ Pregomesh, yo, taragomesh, yo, aragomesh, yo. Prere can horolay sevo can, şimal can horolay ke bataq, şeko can horolay, horolay, horolay. Hoydu se la hoa, hoydu se la hoa, hoydu se la hoa. Hoy Ravela hoa, hoy Ravela hoa, hoy Ravela hoa. Du se lav ho. Եվ Կոմիտասի այդ հին երգերից հատկապես հարսանյաց երգերն են, որ հայերը 7 օր հարսանիքի ծես էին անում եւ ամեն օրը խորհրդանշում էր մի բանին, մի լուսատուին, դե ասենք ժողովուրդը չգիտեր, ասենք առաջի օրը եզը մորթում էին հարսի տանը եւ քավորը աջ ոտքը դնում էր վրան։ Իրանք սրբության պահում են, ասում են չի կարելի ուրիշ բանել, բայց որ հարցնես ինչի չի կարա ասի։ Բայց ինքը հարսի տունն է ցուլը տանում, որովհետև ցուլ կենթանակերպի լուսատուն լուսինն է, լուսինը հարսն է համարվում։ Դրա համար ասի, եւ մարդու մարմնի մասերը բաժանում էին 12 կենթանակերպերի, ցուլը ոտքին է համապատասխանում, խոհեգրխ։ Դրա համար քավորը ոտնաթաթը դնում է ցուլի վրա։ Եվ այդտենց ամբողջ օրը նկարագրում է այդ աշխարհի պատկերը իր խորհրդանիշերով։ Ժողովրդի լեզուն ծեսի լեզուն է, եւ այս ժողովրդին օրինակ, եթե կաթողիկոսը վաղը հանգարց հայտարարի, որ գիտեք, զատիկի ձուն որ ներկում եք, պիտի մեջը մի հատ դեղին կետ դնեք։ Ամբողջ ժողովուրդը կխառնվի իրար մեր հաջորդ օրը։ Զարմանակ, որտեվ ծեսի լեզվով բան են ասել, ծեսի լեզուն է իր լեզու, ինքը ֆոլկլորի մեջ է, դուրս չի եկել լրի ֆոլկլորից։ Եվ բայց ուրիշ բան ասես չի խառնվի իրար։ Հիմա հանգարց տես բան հայտարարի, դուք կտեսնեք ինչ կկատարվի քաղաքում, կզարմանաք։ Բոլորը կասեն, աման, լսել եք զատիկիդ մեջը դեղին, աղջի դեղին կետը դրել ես, դեղին կետը դրել ես, բայց ուրիշ բան բացատրես ես արեք, են արեք չի անի, չի հասկանա։ Ձեսի, դրա համար մեր ժողովրդին շատ կարևոր է կրթելը, բոլորին կրթության տալը։ Դրա համար արևելքի խոսք կա, չէ՞, կարծեմ անվավեր ավետարաններում որտեղ արևելքի ասում է ես չեմ տոնում, որովհետև ես տոնն եմ։ Ես ծես չեմ անում, ես եմ ծեսը։ Ահա այն ժողովուրդը, որ արդեն կրթվի, ինքը կարա չանի այդ զատիկի ձվի մեջ, կարա այդ դեղին կետը չդնի ու կարա չներկեր զատիկի ձուն, ինքը դա գիտի, դա իր ներսում է։ Դրա համար կրթվել, ուրեմն նշանակում է մնալ այդ ժողովուրդը, բայց երբ որ կորցնում ես քո ազգային ավանդույթները չես էլ կրթվել, չես հասկանում ինչ այլ, այդ յուղից դուրս է եկե,
քաղաք չի ասել եւ այդ մեջտեղ մնացած արդեն իր ազգի համար է վտանգավոր հասարակության եւ իր երկրի ընդհանրապես համար։ Այսքանը մեր մշակույթի մասին էր, վերջում ասեմ, որ մենք ունենք խազեր, նոտաներ ենք ունեցել 1000 տարի առաջ, որով նոտագրվել է խազերով մեր հին երաժշտությունը։ Խազերը, ասենք, նշաններ են, տենց 40 գլխավոր հիմնական խազեր, ասենք, սա վերնախաղը, սա ներքնախաղ, սա փուշն է, ասենք, սա զարկը, սա, ասենք, պարույկը, խազեր են, սա թաշտը, թաշտի նման, կամ շերեփ են ասում, չէ, թաշտը սա է, սա շերեփ։ Հիմա տեսեք ամենապարզ խազերը, որ դուք միջև այսօր օգտագործում եք, չգիտեք խազա, դա երաժշտական նշան է, միջակետն է, ստորակետը եւ վերջակետը։ Սա հենց սկզբից դրվել է ասերգելու համար, միջակետը միջին ձայնը, ստորակետը ներքևի, վերջակետը վերևի ձայնը։ Վերևի ձայնով է մեր մոտ վերջացել։ Դրա համար է, ասենք, որ ասում ասար փո ավետարանի Հիսուսի Քրիստոսի, որը ստովան ու Տեր մեր Հիսուս Քրիստոս կամիչը ասերարի, վերջում որ վերջատարարի, ամեն, վերև։ Եվ հետո շեշտը ձայնը բարձրացրել է, բութը իջացրել, հարցականը, որ ասում եք հարցական, պարույկը ձայնը բարձրացրել եւ իջեցրել է միաժամանակ։ Հետո սրանք բարդացել են եւ կարդալու համար ավետարանը կամ նարեկացու մատյան ողբերգությունը այս նշաններով է գրված։ Դուք որ հրատարակությունը վերցնում կարդում եք գիրքը, այդ ձեռագրերից որ տպում են, նշանները չեն դնում վերջա, իրանք են, խմբագիրներն են դնում վերջակետ բան։ Բայց նարեկացու ձեռագիրը որ դուք նայեք, խազավորված է, որ դա չեն կարդացել, դա երգել են, ասերգել են նաեւ։ Եվ Միշնադարում, ասեմ, չի եղել կարդալ եւ հին աշխարհում ոչ մի բան չեն կարդացել, բոլորը ասերգվել են։ Խորենացին ասում է, պատմում էին թիվով, թիվ ասելով, թիվ երգելով, թվերք, թիվ ասել, օրինակ թվերք ասենք Սասի Դավիթ էպոսից, «Այսօր ես երազմիմ տիսեր, խատիսեր, մեկ աստեղ մելավ են սասուն հալերներ են, են սասուն աստեղ մսրասքին արջև խավարավ, խախավարավ», սա ասերգա, Մոկաս Միրսան ասերգա, օրներ ուրբաթ, լուսի շաբաթ, գաշտերի իրենք մալաքյավեն, ոնց որ եկեղեցին, հավատամ կիմի Աստված, ասերգեր են։ Եվ սրանք բոլորը նարեկացին էլ ասերգվել է, այդ նշաններով են գրված, եւ այդ նշաններից սա է մնացել հիմա որ օգտագործում եք, բայց մենք ստորակետի, մենք շեշտի լիքը տեսակներ ունենք, սա փոքր շեշտ, երկար շեշտ, շեշտ միաժամանակ վրեն երկարացման նշանը գումարած, երկարացման նշանը ներքև հիասթափական վերև, մեջտեղ, վերջակետը, եթե նախադասությունն է վերջացնում երկու կետով, եթե ամբողջ պարբերությունն է վերջացնում քառակուսի, ամենտեղ երկու կետ կամ մի կետ, տարբեր, մի 20-ած շեշտի տեսակ ունենք, վերջակետի տեսակներ, ստորակետի 10 տեսակ, բութի տեսակներ, դրանք մեծ աղյուսակով եւ տպել եմ, եւ Կոմիտասը 20 տարի զբաղվեց խազերը վերցանի, որովհետեւ 400 տարի արդեն կորել էր խազերը, չեն կարդում, եւ այսօրվա եկեղեցական երաժշտությունը, որ դուք լսում եք, բանավոր է պահպանվել։ 1600-ական թվականներից ել չի եղել այդ նշաններով կարդացող մարդ, մոռացել են եւ սկսել են հիշողությամբ երգել։ Այն հարյուրավոր մատյաններ կան, այնտեղ շարակնոցներ, խազավորված, մեր երգերը նոտագրած, հարյուրավոր, հարյուրավոր երգեր խազավորված, բայց իրանք այլևս դրանցով չէին երգում, նոտաներով, կոպիտ ասած, չեն հասկացել, կորել է այդ բալալին, եւ սկսել են երգել հիշելով, 300 տարի երգել են բանավոր, ուստի փոխված են այդ երգերը, կապ չունեն խազավոր երգեր, էլի հայկական երաժշտությունը, բայց փոխված են, խազավորը, դրա համար Կոմիտասը 20 տարի զբաղվեց, որ վերցանի այդ նշանները, որպեսզի գտնի, գտավ պարզ խազերի բանալին, պարզ շարականների հատվածներ կարողանում էր կարդալ ու գործը կիսատ մնաց, իրան աքսորեցին, գիտեք, եւ այդպես բան։ Հետո իր ձեռագրերը ես գտա հրատարակեցի, արխիվից հանեցի, առաջի անգամ չէր տպվել։
առաջի անգամ 2001 թվին այդ խազավոր ձեռագրերը իր հրատարակեցի եւ նույնիսկ գտա իր վերցանած շարական իր ձեռքով, որ ասում են ոնց կլինի մի հատ մնացած չլինի գոնե, էլի որ վերցանելա մի բան եւ հետո շարունակեցի իր գործը, որ արդեն կոնսերվատորիան ավարտեցի, ես վերցանեցի պարզ խազերը, միջին բարդության խազեր, որ հարյուրավոր երգեր, բայց դեռ կան են բարդերը։ Ես այդ ժամանակ կոնսերվատորիան որ ավարտեցի 5 հատոր գրեցի, առաջի հատորը բերել եմ ձեր գրադարանի համար, հեսա այստեղ վերահրատարակվել է մի քանի տարի, սա առաջի հատորը առոգանությունն է, գրափարի արտասանությունը, ինչպես են գրափարը կարդացել, ասերգել, գրափարի հնչյունաբանությունը, հայոց հնչյունների բաները եւ հին ասերգը եւ բոլոր այդ նշանները, որ այստեղ ցուցակը կա, այդ որ ես ասում եմ, նայեք հերվից ցույց տամ, որ ես ձեզ ասում եմ, ինչքան նշաններ են եղել տարատեսակ, լավ, հիմա չեմ գտնում, մեծ աղյուսակա, մի խոսքով։ Հա, ուրեմն սա առոգանությունն է, սա մեր լադերն են, ձայնաշարերը, եկեղեցական երաժշտության եւ հին մեր լադերը։ Երրորդ հատորը ռիթմերն է, տաղաչափություն, շարականների տաղաչափությունը, բոլոր միջնադարյան ձեռագրերի հիմքի վրա, ինչպես իրենք են ասում, քերականները բոլոր 5-րդ դարից սկսած, սա խազերն է, նշանները եւ ամեն խազի նշանակությունը նոտաներով, թե այդ խազը եւ հիմքերը, որտեղից են աղբյուրները, եւ սա վերծանություն, վերջի հատորը, որտեղ խազերից վերծանված արդեն երգեր կան, խազերից վերծանված, ես մի հատ կերքեմ ձեզ արդեն խազերից վերծանված երգ եւ կվերջացնենք, որպեսզի լսեք այդ հին երգը շատ հին ժամանակ ինչպես է եղել, հա? Նու ինքը կարողա ձեզ թվա տաճարային ինչ-որ նույնիսկ այդ քրմական տաճարների նման երաժշտություն, բայց դա պատահական չի, որտեղ մեր եկեղեցին, մեր երաժշտությունը եկեղեցական վերցրեց հին եղանակներից, այսինքն նախաքրիստոնեական շրջանի, ինչպես գրափար լեզուն կար արդեն, այդպես էլ կար մեր երաժշտությունը եւ նոր երաժշտություն չէին կարող հորինել եւ եկեղեցին այդ մասին գրեցել, միջնադարյան ձեռագրերում նշեցին, որ Մեսրոպ Մաշտոցի եւ Սահակ Պարթևը վերցրեցին հին եղանակները այն հեթանոսական տեսությամբ, այսինքն որ առաջի լադը առաջացել, ասենք, բանից, այսինքն երկրորդ լադը բանի, մի լադը առաջացել է հյուսնի երկաթին խփելու ձայներից, մեկը բանի հյուսնի չէ, բան ասեք, դարբինի, մյուսը հյուսնի փայտի խփելու հնչյումից առաջացել, մի ձայնեղանակը առաջացել է ծովի ալիքների ձայնից, մեկը առաջացել է կենդանիների թռչունների ձայնից, մյուսը առաջացել է ջրաղացի աղալու ձայնից, այդպես մի տեսություններ հին կենդանիների ձայնից եւ այլն, որտեղից են առաջացել այդ ձայնեղանակները, եւ սա դրա համար էլ մեր երաժշտությունը, դա մեր հին երաժշտությունն է, ոչ թե քրիստոնեական, այլ քրիստոնեությունից շատ առաջ, ինչպես երգերը։ Տեսեք, կարծես արևի հիմ լինի, որ երգում ես։ Քրիստոս Աստված, որ առավել քան զարեգակ, ըստ նշան քո հաղթող հրաձև ցույցեր, քերի վերոսրբո Գողգոթա, վասն որոս քեզ բարեբանեմ, Աստված հարցն մերոց, քանզի պայծառ եւ սուրբ փրկական խաչքոտեր, զարդարյալի լուսո հերկնի սոլացյալ երև յուր Հերուսաղեմ, վասն որոս քեզ բարեբանեմ, Աստված հարցն
մերոց եւ բոցաճաճանչ փայլմամբ արեգակնայիցն հաղթեր ճառագայթից եւ ահեն բանակ եւ եկեք հետևյակի խավարան իմաղթանս բասն որոս քեզ բարեբանեմ Աստված հարցն մերոց ըստեր օրնեցեք եւ բարձրարեք ազնավիտյան Եվ նվիրում եմ ձեր գրադարանին իմ այս գիրքը, մոտ 1000 էջանոց է արարը, որը նախաքրիստոնեական ամբողջ հայ մշակույթն է մեջը, ինչ որ ասեք, ստեղ կա ճարտարապետություն, լեզու, աշխարհագրություն, երաժշտություն, տիեզերակարգը, տիեզերքի պատկերացումները, մարդաբանություն եւ այլն, ինչ որ բոլորը իրանց աղբյուրներով եւ աշխարհի պատկերը ոնց է եղել հնում հիմքը եւ դրա խորհրդանիշերը ինչպես այնտեղ գրել եք դուք, այդպես էլ 4 տարերքներից ամեն մեկը ունի իր հատկությունը, մեկը մայրություն է կոչվում, մեկը սեր, մեկը արդարություն եւ այլն եւ հետո բաժանվում է 7 լուսատուների 7 մարդկային հատկություններն են դրանք եւ հետո 12 կենթանակերպի է բաժանում, գալիս են 12 հատկություններ, ամեն կենթանակերպ իր հատկություններով եւ այդ ամբողջը նկարագրում է մարդը ոնց է, որն է մարդը։ Եվ դասավորված են այդ հատկությունները, արդարությունը մեջտեղում ասենք, սերը սրտում, իմաստությունը գլխում եւ այլն։ Մի խոսքով, ես էլ այս գիրքը նվիրում եմ ձեր գրադարանին եւ այսպիսով ավարտենք։